Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հրավերությունների համար։ Բարի երեկո։ Տիկին Զոհրաբյան, այնպես է ստացվել, որ բոլոր մեր զրույցները, խոսույթները, այդ քննարկումները ծավալվում են եկեղեցու շուրջ, քանի որ այն թեժ իրադարձությունները այնտեղ են կատարվում։ Վերջին, այսպես ամենաբուռն քննարկումը, զարգացումը այն քահանաների հետ էր կապված, ովքեր մեկ գիշերում, եթե չեմ սխալվում, ուրբաթ երեկո էր, ինչ այդ process-ը սկսեց։ Այդպես նույն տեքստը, ընդ որում իրենց սոցիալական էջերում այսպես copy-paste անելով հայտնում էին, որ իրենք միանում են Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես ասած, բարենորոգման ծրագրին։ Ընդ որում, եթե նայենք, այս քահանաները այն թեմերից են, որոնց հասարակության կողմից տիրադավ հռչակված եպիսկոպոսների թեմերից են, ու ոչ վաղ անցյալում նրանք շատ կտրուկ, շատ խիստ Նիկոլ Փաշինյանին քննադատել են։ Հիմա հարց է առաջանում, թե ինչ կատարվեց այս կարճ ժամանակում նրանց այդ դիրքորոշման։ Ես չեմ բացառում, որ այդ տիրադավների հայտարարությունը, որ ուրբաթ գիշեր 15 եկեղեցականներ միանգամից միացան Նիկոլի ֆեյք բարենորոգման ծրագրին, այն դեպքում, երբ որ ուրբաթից 2 օր առաջ կամ 3 օր առաջ կամ 1 շաբաթ առաջ իրենց սոցիալական էջերում իրենք ամենակոպտագույն լեքսիկոնով երբեմն ինձ համար հոգևորականի անունից հնչող տեքստը չպիտի լիներ այդքան կոպտագույն, նրանք քննադատում էին Նիկոլի հարձակումը, Նիկոլի քայլերը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես հին Նորքի հայտնի եկեղեցում մի հոգևորական գիտեմ, ով միջև վերջերս այնպիսի սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում ռեժիմի հասցեին, կարող եմ ասել, նրանց մեջ էր նաև օրինակ Տեր Զգոնը, ով այնպես էր քննադատում այս իշխանություններին, որ ես զարմանում էի, որ հոգևորականը կարող է այդպիսի սլենգ եւ այդպիսի լեքսիկոն օգտագործի եւ անընդհատ հարցնում էր, թե երբ ենք ազատվելու այս ազգակործան ռեժիմից։ Եվ ահա մենք տեսնում ենք այդ հոգևորականներին, հիշում եք, չէ, այդ մեկն էլ, որ հեղափոխության օրերին դրել էր այս ռեժիմի ներկայացուցիչների նկարը, առաջի տիրադավներից մեկը գրել էր ոչխարներ, հետո ասեց, որ դե ես չգիտեի, որ իրանք ոչխար չեն եւ իրանք բարենորոքի չեն։ Ես շատ իրատեսական եւ շատ հավանական եմ համարում տարբերակը 5 միլիոն դրամի, ինչպես քահանաներից մեկն էր գրել իր էջում, որ այդ տիրադավների գինը իրականում 5 միլիոն դրամ է, ավելի էժան, քան հուդան, որտեղ այսօր արծաթի գինը բարձրացել է եւ 30 արծաթը շատ ավելին է, քան այն 5 միլիոն դրամը, եթե քահանան տիրապետում է փաստերի, իսկ ես վստահ եմ, որ քահանան նման բան չի կարող գրել, դավաճանության գինը, այո, 5 միլիոն դրամ է, ինչ ասեմ, հուդան ձեզանից թանկ էր։ Իսկ հետաքրքիր է, օրինակ այդ դեպքից հետո հաջողվել է նրանց հետ օրինակ հանդիպել, առերեսվել ու հարցնել լավ, ինչ փոխվեց։ Գիտեք, ես բացարձակապես ես այդ մարդկանց ջնջում եմ իմ կյանքից։ Ես ունեմ հարազատներ, այդ թվում մերձավոր հարազատներ, որոնք ինձ համար գոյություն չունեն։ Ես կարող եմ նրանց կողքով անցնել եւ նրանց չնկատել եւ նրանք ինձ համար այլևս գոյություն չունեն։ Իրանք ինձ համար զերո։ Բացարձակապես ոչ, որովհետեւ ես անիմաստ եմ համարում նիկոլիզմ աղանդի իրական աղանդավորների։ Խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր շահի կամ թելադրանքով, օրինակ ես նայում էի Կիրակի օրը այդ Արարատի կոմունալի քշված, բերված կամ վեդիալկոյի քշված, բերված աշխատակիցներին հիվանդանոցից, այո, վիրահատված մարդուն բերված Մարս պետարաններ հայտարարություն տարածեց, որ իբր գործը հարուցվել է, դա զավեշտ է։ Ես այդ մարդկանց նկատի չունեմ, որովհետև ակնհայտ է, որ այդ մարդիկ իրենց աշխատանքը չկորցնելու համար են քշվում ցանկացած կիրակնօրյա Նիկոլա պատարագի։ Ես խոսում եմ նիկոլիզմ աղանդի իրական աղանդավորների մասին եւ
զարմանում եմ իմ գործընկերների վրա, ովքեր փորձում են այդ մարդկանց բան բացատրել, չի լինելու, չեք կարողանալու, անհնար է։ Նիկոլը Հայաստանի վրա գրի Ադրբեջան 2, իրանք Նիկոլ են ընտրելու, ձեր նյարդերը, ձեր էմոցիաները, ձեր էներգիան խնայեք, դա վտանգավոր տոտալիտար սեկտա է։ Ես որպես լրագրող շատ երկար եմ ժամանակին զբաղվել տոտալիտար աղանդներով եւ հասկացել եմ, որ աղանդավորին, որի ուղեղը սենց քերթած կերած է, ոչինչ բացատրել հնարավոր չի, ուստի եւ հարգելի գործընկերներ, մի փորձեք ձեր էներգիան ծախսել նիկոլիզմ աղանդի իրական հավատավոր սեկտանտի, հավատավոր աղանդավորի, ոչ թե այն որ մարդիկ ստիպված գնում են այդ կիրակնորյա Նիկոլա պատարակներին, որ աշխատանքը չկորցնեն, նրանք Նիկոլ չեն ընտրելու։ Տիկին Զորաբյան, շատ են, հա, այդ որպես պատճառ, որպես արդարացում աշխատանքի, հա, կորցնելը մեջբերում, բայց ի վերջո չի կարող, չէ՞, դա եթե այսպես իրոք կամ կդրսևորեն դա համակարգային լինի, բոլորին հո չեն կարող աշխատանքի։ Եթե լինի համակարգային, այո, շատ ամենաառանցքային հարցը բարձրացրեցիք, սիրելի Քրիս, եթե լինի համակարգային, այո, եթե պետական կառույցները գոնե ինչ որ մի բաժին, գոնե ինչ որ մի սեգմենտ համակարգային բոյկոտ անեն, իրանք բոլորին չեն կարող հեռացնել, բայց մենք տեսնում ենք, որ իրենք կարողանում են յուրաքանչյուր համակարգում գտնել տիրադավներ, գնել, վախեցնել, կոմպրոմատներով։ Հավատ այնպեսի բան է, որ ամեն անգամ հո քաղաքացուն չես կարող ստիպել պարտադրել, ասել այստեղ գնա, այո, բայց պատարակի այնտեղ գնա, դե գիտեք կամ Չիկա Թոկոսի անունով լինում են, դե ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ առ այս պահը Նիկոլին հաջողվում է գտնել այդպիսի տիրադավներ, բայց գլոբալ առումով եկեք ընդունենք, որ Նիկոլը պարտվել է եկեղեցու դեմ էս պայքարում, որտեղ իր ծրագիրներ բլիցկրիգով վերցնել մայրաթորը, տապալել վեհապարին եւ նշանակել տեղապահ։ Իր այդ ծրագիրը, որ ինքը ծրագրել էր ավարտել դեկտեմբերի վերջին, հետո տարբեր ԿՊԱ-կաններ ըստեղ այնտեղ հայտարարում էին, որ հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարակը մենք անելու ենք մայրաթորում առանց վեհապարի, պիտի ունենք, որ իրես բլիցկրիգով մայրաթորը վերցնելը ուղղակիորեն տապալվել է։ Բացի դա, Տիկին Զորաբյան, եթե սկզբում այս process-ի, հա, նկատենք նա սկզբում տարբեր այսպես քահանաների, սկզբում, հա, կարգալույց հռչակված Տեր Արամ, Տեր Թադե, նրանց դեմքով էր հանդես գալիս սկզբնական շրջանում։ Հիմա արդեն բացեիբաց ավելի նեթխտի հենց առաջին անունը վարչապետ։ Այո, դա ծայրից ծայր այդ թուղթը, այսպես կոչված բարենորոգման, ծայրից ծայր հակասահմանադրական թուղթ է, դա Հայաստանի քրեական օրենսգրքով մի քանի հոդված իր մեջ պարունակող թուղթ է, որովհետև Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կամ շարքային քաղաքացի կամ 3 միլիոն վարչապետերից որևէ մեկը իրավունք չունի եկեղեցու վերաբերյալ որոշում կայացնելու, քանի դեռ մեր սահմանադրության դրույթը գործում է եւ եկեղեցին անջատ է պետությունից, եւ երբ որ Նիկոլը հայտարարում է, որ վեհապարի որոշումները կարգալույց անել, օրինակ այս կամ այն թեմի ղեկավարին, այո, առ ոչինչ են, այդ նույն տրամաբանությամբ ցանկացած հոգևորական կամ 3 միլիոն ցանկացած վարչապետերից մեկը նույն իրավասությունը լեգիտիմ ունի հայտարարելու, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած որոշում առ ոչինչ է, որտեղ իրանք դա չեն ընդունում։ Գլոբալ առումով կրկնում եմ, այս կռիվը եկեղեցու դեմ Նիկոլը պարտվել է եւ արժանապատիվ կլիներ արժանապատվորեն ընդունել պարտությունը եւ փորձել իր այդ էներգիան անսպառ մտասևեռումը, որի ինքը ուղղել է հայ առաքելական եկեղեցու դեմ, ուղղեր մեր երկրի լրջագույն անվտանգային խնդիրներին։ Տիկին Զորաբյան, իդեպ երբ որ օրինակ լրագրողները այս թեմայով շատ էին, հա, հարց ուղղում, որ դուք ոտնահարում եք սահմանադրությունը, խախտում եք հոդվածները միջամտելով եկեղեցու գործեն, դուք երևի լսած էլ կլինեք ինչ պարզաբանում ինքը, այսպես ասած, բերեց, ասում է, իսկ որտեղ է սահմանված իմ լիազորությունները, ով է ասում, որ ես չեմ կարող դիրքորոշում հայտնել։ Դե գիտեք նախորդին ու բացի դա ասում էր, եթե իրավապահները տեսնեն, որ սահմանադրություն է խախտվում, արձագանք կլինի նրանց։ Դե լավ, ասենք, դե գիտեք, եկեք են որ ասում ապրիլի 1-ը լներ կծիծաղեինք, ինչ է նշանակում, եթե ես որևէ սահմանադրական նորմ խախտեի, իրավապահները դրան կարձագանքեին։ Իրավապահները քո ծոցագրպանում, քո պադոշի, կոշիկիդ ներփանի տակ սենց սվաղված պարկած են։ Ոնց կարա այդ որ իրավապահ համակարգի ներկայացուցիչը դուխ ունի, որ արձագանքի Նիկոլ Փաշինյանի
հակասահմանադրական քայլերին։ Սա աբսուրդ է։ Այն ինչ որ ինքը ասում է, դա կատարյալ աբսուրդ է, բայց մենք անընդհատ գնում ենք Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից։ Սա էլ է աբսուրդ։ Հականիկոլ Ճամբարի ոչինչ չանելը եւ անընդհատ նստել ու արձագանքել Նիկոլ Փաշինյանի քայլերին, դա եւս կատարյալ աբսուրդ է։ Տիկին Զոհրաբյան, այսպես ամփոփելով արդեն թեման մինչև ուր, որն է այն կարմիր գիծը, որի Չունի Նիկոլ Փաշինյանը կարմիր գիծ։ Նիկոլ Փաշինյանը քայլեր են լինելու։ Ես չեմ բացառում, ես կրկնում եմ, բոլորս էլ կյանքում ունենում ենք ձախողումներ, բոլորս էլ ինչ որ մի բան ծրագրում ենք, նույնիսկ եթե դա մտագար ուղեղի արգասիկ է, գնում ենք, չենք հաջողում, տապալվում ենք եւ արժանապատվորեն կամ ոչ արժանապատվորեն մեր պարտությունը ընդունում ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բլիցկրիգով եկեղեցին վերցնելու իր ծրագրում տապալվել է, բայց ինքը չի ընդունելու իր պարտությունը, որտեղ ինքը այդ տեսակը չի, ինքը գնալու է, ինձ շատ են հարցնում, ինչպես դուք միջև ուր, որն է կարմիր գիծը, չունի ինքը կարմիր գիծ, պետք լինի ինքը կալանավորելու է վեհափարին, բայց դա էլ հարցի լուծում չի։ Ինչու, որովհետև եթե անգամ վեհափարը հայտնվի Նուբարաշենի կարծերում կամ Արմավիր քրեակատարողականի որևէ խցում կամ անգամ պատժախցում, ինքը շարունակելու է ցմահ, կրկնում եմ ցմահ մնալ ամենայն հայոց կաթողիկոսը, այսինքն այս պատերազմը Նիկոլը պարտվել է անկախ նրանից վեհափարը որտեղ կլինի մայրաթորում, թե որևէ քրեակատարողական հիմնարկի խցում։ Իսկ եթե իրենք վեր կենան ու ասեն օրինակ նշանակում ենք այս անձին, հա, տեղապահ։ Դե գիտեք, նույն տրամաբանությամբ էլ կարող է օրինակ ազգային ժողովի падգամավորների մի խումբ, ասի մենք էլ ասենք Նաիրա Զոհրաբյանին նշանակում ենք վարչապետ եւ այսուհետեւ մեր վարչապետը Նաիրա Զոհրաբյանն է եւ Նաիրա Զոհրաբյանին առաջարկում ենք ձևավորել կառավարություն։ Այդ այնքան նույն լեգիտիմությունը կունենա, ինչքան Նիկոլ Փաշինյանը, որ խախտի սահմանադրությունը, խախտի եկեղեցական բոլոր կանոնակարգերը, որտեղ ինքը իր քիթը մտցնելու իրավունք չունի եւ նշանակի նոր վեհափարը։ Ինչի է հիմա այս, եթե ինքը միևնույն է անելու է այն ինչ որ ուզում է, իմաստը որն է, հենա թող հիմա ասի, ես չեմ ընդունում Գարեգին երկրորդին որպես ամենայն հայոց կաթողիկոս եւ օրինակ ինչ ասեմ են Ստյոպիկին կամ ես չգիտեմ Արամին, այդ Ավազանի անունով եմ կոչվում, Կարքալույց եղածներին կամ իր շատ սիրելի այլևս Բենթլի Սամոյին նշանակի վեհափարին չայղել, որ ասի սա տեղապահն է։ Սա նույն իրավական եւ նույն լեգիտիմությունը ունի այդ առումով։ Տիկին Զոհրաբյան, նաև ուզում եի անդրադառնանք այսպես մեծ աղմուկ բարձրացրած ռուս հաղորդավար Սոլովյովի հայտարարության, այսպես շատ, հա, ոչ ընդունելի, անընդունելի հայտարարություն են հնչեցնում, չկրկնեմ, երևի արդեն ծանոթ եք, հասարակության շրջանում, ընդդիմության շրջանում լայն այսպես արձագանք եղավ, Ռուսաստանի դեսպանը կանչվեց նոտա հղվեց, այո։ Տողատակերեն սրատակ թաքնված, ինչ էր սա, ինչի մասին էր։ Ռուս հայտնի պրոպագանդիստ Սոլովյովի այդ անընդունելի հայտարարությունը, ինչի համար Սոլովյովը գլուխը 1000 անգամ պատին ա տվել, աշխատել է բացառապես Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա դա եղել է պայմանավորված այս իշխանության հետ, թե պարզապես հայտարարություն էր, որը արվեց եւ ավտոմատ կերպով աշխատեց Նիկոլ Փաշինյանի օգտին, ես չեմ կարող ասել։ Ինչու եմ ասում աշխատեց Նիկոլի օգտին, որովհետեւ այս հակառուսական այս տրամադրությունները, որ տևական ժամանակ կան, այլևս հասան պիկին եւ երկրորդ մենք տեսնում ենք արդեն եվրոպական տարբեր կառույցներում շատ ակտիվորեն քննարկում են Սոլովյովի հայտարարությունը եւ ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում Եվրոպական միությունը միլիոնավոր եվրոների եւ դոլարների տեսքով նոր գումարներ է տալու Հայաստանին ռուսական ագրեսիայից, այսպես կոչված, պաշտպանվելու համար եւ հիմա կրկնում եմ ինչ ասել է Սոլովյովը, դա աշխատել է բացառապես Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իսկ այս հայտարարությունը համաձայնեցված է Ռուսաստանի վերնախավի հետ արդեն։ Ես չեմ կարծում, որ համաձայնեցված է, Սոլովյովը ինքը դիլեր է, ինքը շատ խոշոր փողաշխատող է, ես կրկնում եմ, շատ փակագծեր չեմ ուզում բացել, եւ ես կրկնում եմ, հա, այդ նույն Սոլովյովն է, որի դղյակների վերաբերյալ նույն արևմուտք ատող Սոլովյովն է, որի արևմուտքում, Իտալիայում եւ այլ երկրներում դղյակների եւ ունեցվածքի վերաբերյալ տարատեսակ հրապարակումներ կան, ուստի ես չեմ բացառում, որ սա
հերթական ֆինանսական գործարքն ա եղել, կրկնում եմ, սա իմ լեգիտիմ իրավունքն ա մտածելու, որովհետև այն ինչ որ արեց այդ շատ վատ ռոպագանդիստը, Սալավիովը ինձ համար վատ եւ խայտարակ ռոպագանդիստ է, դա աշխատել է Հայաստանի իշխանության օգտին։ Հիմա դա պայմանավորված ա եղել, թե Սալավիովը այնքան իդիոտ է, իսկ ինքը իրականում իդիոտ չի, որ այդ հայտարարությունը արել է հասկանալով, որ դրանից հետո ռուսականությունը Հայաստանում դառնալու է ուղղակիորեն սենց ափերից դուրս ա գալու եւ իր հայտարարությունը տալու է լեգիտիմ, հա, քարտ բլանշ Եվրոպական միությանը դա օգտագործել եւ իբր Հայաստանին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար ընտրական եւ մարաթոնի ժամանակ հսկայական ֆինանսավորում ավելացնել Հայաստանին, եթե սա Սալավիովը արել է, որովհետև ինքը իդիոտ է, ուրեմն եկեք ընդունենք, որ ռուս ամենահայտնի ռոպագանդիստը շարքային իդիոտ է։ Այսինքն գործարքի սխեման է։ Ես կարծում եմ, այստեղ նաև հնարավոր է, որ լինի գործարք, կրկնում եմ, զուտ բիզնես գործարք։ Ոչ ռուս քաղաքական էլիտայի հետ։ Տիկին Զորապյան, մինչ այստեղ մենք զբաղված ենք այսպես եկեղեցին պաշտպանելով, հա, մեր տարածաշրջանում իրավիճակը եռում է, գիտենք, որ հենց հարևան Իրանում է, արդեն տևական ժամանակ է լարված իրավիճակ, այնտեղ ցույցեր են, տարբեր հայտարարություններ են հնչում, ու այստեղ մտահոգիչ է, հա, իրանահայ այնտեղ համայնքի վիճակը, որը շատ մեծ է, ու այս ֆոնին մենք օրինակ շատ հետաքրքիր է, երբ որ լսեցի, թե Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, հա, ինչ հայտարարություն է հնչեցնում, որ հնարավոր չի լինում այնտեղ հայ համայնքի հետ կապ հաստատել։ Այսինքն անորոշության մեջ, այսպես բարձի թողի վիճակ է ստացվում։ Տեսեք, Միացյալ Նահանգները հրատապ սոս հայտարարություն է տարածում կոչ անելով Իրանում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին հրատապ լքել Իրանի տարածքը։ Տարածաշրջանը եռում է։ Նեթանյահուն մեկնում է Միացյալ Նահանգներ հանդիպելու Թրամփին եւ հասկանալի է, որ օրակարգը Իրանն է եւ նոր քարտ բլանշ է ստանալու Իսրայելը Իրանի դեմ նոր ագրեսիա ծավալելու համար։ Իրավիճակը, այո, կրկին լարվելու է եւ այո, այն ֆոնին, որ տարածաշրջանը տրակում է, Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին հրատապ ժամերի ընթացքում լքել Իրանը, Նիկոլ Փաշինյանը նստած սրտիկներ է ուղարկում եւ տարբեր սրբազանների ջեբերում ինչ որ նենց պլաններ կամ սրբազանները պարզվում է տարբեր ջեբեր պլաններ են գցել, իսկ Թուրքի հանձնակատարը այն դեպքում, երբ որ Իրանում մենք ունենք տասնյակ հազարավոր հզորագույն համայնք, հայտարարում որ Իրանի համայնքի հետ մենք չենք կարողանում կապ հաստատել, հասկանում եք, այսօր արդեն կառավարության սեղանին պիտի լիներ ճանապարհային քարտեզ, ինչ է լինելու, եթե Իրանի համայնքի հայերը լքեն Իրանը եւ գան Հայաստան, մենք կարողանալու ենք ընդունել, կարողանալու ենք տեղավորել, ոնց ենք անելու, ինչ ենք անելու, այս ռազմավարական խնդիրները լուծելու, այս կարևորագույն խնդիրները քննարկելու փոխարեն մենք արդեն զոհ ունենք այս խժդժությունների արդյունքում հայազգի զոհ ունենք Իրանում, մեկ երիտասարդ է զոհվել, այս պահի դրությամբ մեկ ճշտված դեռևս, զոհերի թիվն էլ հայերի շրջանում հայտնի չի, այս ֆոնին մենք տեսնում ենք սրբազանների եւ հայ առաքելական եկեղեցու հետևից հետևողականորեն ընկած իշխանություն։ Իսկ Զորապյան Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ասել, ես սիրում եմ ձեզ ժողովրդին դիմելով, ասում է սիրում եմ ձեզ, հա խոնարհվում եմ ձեր առաջները, այսպես հայտնի խոսքեր են, բայց սերը խոնարհում ուր մնաց, որ այսպես հանրության նկատմամբ, հայ հանրության նկատմամբ, թե այստեղ ապրող, թե դրսում տեսնում ենք զրո հոգատարություն, այսպես անուշադրության մատնված։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը շատ բան է ասում, իհարկե չի սիրում։ Այդ նույն Նիկոլ Փաշինյաններ, որ ասում էր, թող գան քացով խփեն կառավարության դուռը, իրանց դուռն է, ինչ ուզում են կանեն։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր, որ հեղափոխության օրերին, իր վարչապետության առաջին օրերին բացել էր ազգային ժողովի եւ նախագահականի դարպասները եւ երանավետ մայրիկներ իրանց երեխաներին սահիլակներով այսպես պտտում էին այնտեղ, մտածելով, որ եկել է դեմոկրատիայի ծաղկունքը։ Հիմա ինչ ենք տեսնում 10 բռուններով զմրսված դռներ, այնպես որ եկեք անընդհատ չարձագանքեք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում, որ շարունակի մշտապես լինել օրակարգ թելադրող։ Նրա այսպես նրա շուրջ է պտտվում ակամայից, այսպես անարձագանք թողել էր, որովհետև այլընտրանք չկա։ Այո, որտեղ տվեցիք հարցի պատասխանը, որտեղ այլընտրանք չկա, որտեղ մեր ընդդիմությունը նստած կալկուլյատորով հաշվում է, թե առաջիկա ընտրություններին իրանցից որը քանի տոկոս է տանելու եւ իրանցից որը Նիկոլի խորհրդարան
Հայաստանում, քանի падգամավոր է ունենալու։ Եթե սա է ընդդիմության օրակարգը, ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ։ Ես այդ ընդդիմությանը օր ու արև չեմ տալու, իրանք ինձ համար նույնքան մերժելի են այլևս, որքան այս իշխանությունը, որովհետև եթե իրանց օրակարգը ոչ թե իշխանության փոփոխությունն է, այլ նիկոլական 4-րդ Հայաստանում, որի լավագույն դեպքում վերնագիրը կարող է թողեն հայկական Հայաստանը, դեռ կարող է ասեն հայատար գրեք Էրմենիստան, այդ խորհրդարանում падգամավոր աշխատելն է, ով պարզապես քանի մանդատ կունենա, ուրեմն ընտրական ողջ մարաթոնի ընթացքում ես կոչ եմ անելու ժողովրդին այդպիսի ընդդիմությանը քվե չտալ։ Կամ քվե տալ Նիկոլ Փաշինյանին։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանին, թող գնան երկու քվեաթերթիկներն էլ ջնջեն։ Շնորհակալ եմ Տեստիկին Զորապյան զրույցի համար։ Հարգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորապյանի հետ, շնորհակալ եմ հետևելու համար։